Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում դասեր հաղորդաշարն է, այսօրվա իմ զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս կրկին ընդունելու համար, պարոն Հակոբյան։ Երեկ Սերժ Սարգսյանը փաստորեն բավական ծավալուն հարցազրույց ունեցավ 7 ժամ տևողության։ Ինձ համար որոշ դրվագներ կային, որ նոր էի լսում, որոշ հատվածներ, ինֆորմացիա պարունակող հատվածներ, ձեզ համար, որովհետև դուք այդ ժամանակ ազգային ժողովի падգամավոր էիք, ձեզ համար ինչն էր նորություն, ինչն էր ամենաառանցքայինը այդ հարցազրույցից, բացահայտում եղավ, թե նորություն չկար, որոնք էին կարևոր շեշտադրումները գուցե մեր հանրության համար այսօր էլ հետևություններ անելու, չգիտեմ, արտահերթ թե հերթական ընտրությունների այս տրամաբանության մեջ։ Ես կառանձնացնեի, որ անպայմանորեն նորության մասով, որ երրորդ նախագահ որոշակի փակագծեր այնուամենայնիվ բացեց 2018 թվականի իրադարձություններից, նաև դրան հաջորդած Արցախյան այն ողբերգությունից, որ տեղի է ունեցել, որ գոյություն ունեցել փաստաթուղթ համանախագահների կողմից ներկայացված, որը երկար ժամանակ այս իշխանությունները դրա արկայությունը մերժում էին, ընդհանրապես դրա գոյության փաստը, հա, բայց փաստորեն այդ փաստաթուղթը գոյություն ունի եւ հիմա էլ կա, եւ հանրությունը երևի թե առաջիկայում դրան ծանոթանալու հնարավորություն ունենալու է։ Ինչպես Փաշինյանի միջոցով, որտեղ ասում է սկան եմ անում այդ փաստաթուղթը, մինչև տարեվերջ կհրապարակեմ, այդ ինչ է, ինչ ծավալ է, որ պիտի հսկան անի։ Դե абսուրդ է, բնականաբար դա Լենինի հատորները չի, որ սկանարվի, այսինքն տենց աշխատանքիդ կապ չունի, այդ փաստաթուղթը մի քանի էջ է, թող լինի, եթե խայծել գցում է պրովոկացիա, որ իբր Սերժ Սարգսյանի նամակն էլ մեջ պիտի դնի։ Խնդիրը այն է, որ այդ փաստաթուղթը մենակ ինքը չունի։ Փաստորեն ունեն այդ փաստաթուղթը նաև ներկայացնողները, հա, այսինքն դա ոչնչացնել հնարավոր չէ։ Դրան գումարած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների գերեվարման հետ կապված, հա, նախագահան որոշակի այսպես փակագծեր բացեց, որ այնուամենայնիվ եղել է Երևանի հետ, երևի թե, հա, այս իշխանության հետ պայմանավորվածություն, թե ով պետք է գերեվարվի, ով ոչ։ Սա էլ շատ հետաքրքիր եւ գործող իշխանության էությունը բացահայտող հերթական այսպես սենսացիոն մի դրվագն է, որը ժամանակի ընթացքում այնուամենայնիվ այդ պայմանավորվածություններն էլ, հա, ջրի երես են դուրս գալու։ Դրանք կարող է 1 ամիս թաքցնեն, 1 տարի թաքցնեն, 5 տարի թաքցնեն, բայց ինչ որ մի օր դա անպայման ջրի երես է դուրս գալու։ Եվ ես վստահ եմ, որ երրորդ նախագահի այս երկար տևած հարցազրույցը, որին մենք ականատես եղանք, հերթական այն քայլերից մեկն է, որ մեր հանրության ուշադրությունը գրավի մեր ոչ վաղ անցյալի պատմության կարևոր դրվագների վրա, դրանից դասեր քաղելու, որոշակի այսպես թյուր մոտեցումներ, որոշակի առասպելներ ցրելու տեսանկյունից շատ կարևոր եւ օգտակար խոսք է, որ պետք է հնչեր։ Նկատի ունեք 18-ի բացահայտումներից այն, որ Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկին իր գրքում գրել էր դրա մասով։ Չասենք բացահայտում։ Ես հիշեցնեմ, որ հարգելի հետևորդներ, Սերժ Սարգսյանը նշեց, որ Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության նախկին դեսպան Սվիտալսկին ասել է, որ իրեն առաջարկել են վարչապետի պաշտոն եւ եթե ինքը հանդարտեցնի, որպեսզի փոխվարչապետի պաշտոն, որպեսզի ինքը հանդարտեցնի, հա, այդ ընդվզումը եւ երրորդ նախագահը հարցեր բարձրացնում, ով էր իրեն առաջարկել, գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին եւ ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համարել է անհասկանալի, ով է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել։ Սա շատ հետաքրքիր էր եւ Սվիտալսկի բացահայտումները։ Եվ հետաքրքիր է, որ առաջին անգամ երրորդ նախագահան Եվրամիության դերակատարությունը եւ Եվրամիության Հայաստանում դեսպանի ուղիղ դերակատարության մասին խոսեց, իհարկե չասելով այն ամենը, ինչին տիրապետում է։ Պետք է ընդունել, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, որը պետական գործիչ է եւ իրեն հենց պետական գործիչի նման էլ պահում է եւ ամեն ինչ չէ, որ հրապարակայնորեն ասում է եւ պետք է ասվի։
բայց ժամանակի ընթացքում շատ փաստեր ի հայտ են գալու եւ մենք տեսնելու ենք ներգրավվածությունը, մենք տեսնելու ենք այդ շահերի խմբերի ներգրավվածությունը 2018 թվականի իրադարձություններին, որը հետագայում հանգեցրեց հենց Արցախի հանձնմանը եւ սրանք շատ հետաքրքիր թեմաներ են եւ փոքր այսպես դոզաներով, երբ որ երրորդ նախագահան դա ներկայացնում է հանրությանը, կարևորագույն դրվագ է մեր պատմությունից դասեր քաղելու, մեր այսօրվա, մեր վաղվա պլանավորման տեսանկյունից։ Ուղղակի պետք է հասկանալ եւ ըմբռնումով մոտենալ, որ որպես երկրի նախկին ղեկավար անհամեմատ ավելի մեծ, այսպես տեղեկատվության է տիրապետում նախագահ Սերժ Սարգսյանը, որ այդ ժամանակ երկրի ղեկավարն էր եւ հատուկ ծառայությունների զեկուցագրերից շատ ավելի մեծ տեղեկատվություն ունի նույն Եվրոպական միության դեսպանի գործունեության վերաբերյալ 2018 թվականի այդ հեղափոխության ընթացքի մասով, որը ամեն ինչ չէ, որ հրապարակայնացման ենթակա է եւ ամեն բան չէ, որ օգտակար է, որպեսզի հենց հիմա հրապարակայնացվի։ Բայց նախագահը այդ ազդակները տվեց, որ այդ տեղեկատվությունը կա, այդ փաստերը կան եւ դրանք ժամանակի ընթացքում հուսանք, որ այսպես ասեմ, հուսանք, որ դա չի մնա պատմաբանների հետազոտման առարկա, այլ առաջիկա ժամանակաշրջանում կդառնա քաղաքական գործիչների եւ քաղաքագետների հետազոտման եւ քաղաքական օրակարգերում դրանք ներառելու կարևորագույն խնդիր։ Պարոն Հակոբյան, ուրեմն Սվիտալսկին անդրադարձել էր ժամանակին, նաև Արմեն Աշոտյանը, երբ որ դոկտոր Սվիտալսկին հրապարակեց հայկական հեղափոխություն անավարտ մալուխ իր գիրքը այդ վերնագրով, եւ Արմեն Աշոտյանը 20 թվականին սեպտեմբերին առանձնացրել եմ այդ նյութը։ Մի ասուլիսում կարծեմ ասել էր, որ Եվրամիության դեսպանից Սվիտալսկուց առավել բան սպասել պետք չէր, քանզի նա 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մատուցել է այն սոուսով, որը տվյալ պահին համապատասխանում է արևմուտքի քաղաքական քիմքին, եւ ամենակարևորը շատ հետաքրքիր էր, նա նաեւ այդ ժամանակ բացահայտել էր, որ 18 թվականին Սվիտալսկին թաքցրել է Ժան-Կլոդ Յունկերի եւ Դոնալդ Տուսկի Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքների դրվագը ընտրվելու կապակցությամբ, վարչապետ ընտրվելու կապակցությամբ, եւ ամենակարևոր բանը, որ Սվիտալսկին այդ զեկույցները, որոնք ներկայացնում էր եվրոպական կառույցներին, նա օգտվում էր տեղեկանքներից Սորոսի գրասենյակի կողմից տրված, այսինքն Սորոսի գրասենյակը տալիս էր Սվիտալսկուն, Սվիտալսկին տալիս էր եվրոպական կառույցներին եւ նրանք իրենց կարծիքը կազմում էին, ձևավորում էին զեկույցները դրա հիման վրա եւ ամենակարևորը նաեւ հիմա կխնդրեմ ցույց տային այդ լուսանկարը, մենք 18-ից հետո հրապարակեցինք սա այս դրվագը, ուրեմն իհարկե լուսանկարը բավական վատն է, որովհետեւ հեռվից էր լուսանկարվել, Սվիտալսկին է եւ Նիկոլ Փաշինյանի նախկին մամլոխոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը հիմա արդեն նախկինում Ուկրաինայում դեսպան էր նշանակվել, հիմա Իտալիայում եւ կինն էլ, Աննա Հակոբյանի հետ լուրջ կապեր ուներ, եւ այդ օրերին 18-ի հեղափոխության հեղաշրջում, ասեմ, հեղափոխություն գունավոր, այդ օրերին իրենք անընդհատ հանդիպումներ էին ունենում, սա Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում է։ Պաստորեն Փաշինյանն այդ ժամանակ Facebook-յան էջում գրառում արեց, որ վաղ ժամը 12-ին կհայտարարեմ հայկական հեղափոխության երկրորդ ամենակարևոր փուլի մեկնարկի մասին, ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն։ Հետո հայտարարեց երեկոյան նույն օրը այդ մայիսի 19-ին հայտարարեց, որ առավոտյան 8:30-ից արգելափակում ենք հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես որ ոչ ոք ներս չմտնի, ժամը 12-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Նույն օրը երեկոյան, տեսեք, Վլադիմիր Կարապետյանը, Փաշինյանի մամլոխոսնակը, հանդիպում է Պյոտր Սվիտալսկու հետ Հյուսիսային պողոտայի Լապյացիա սրճարանում էր սա։ Այսինքն ինչ կարող էինք քննարկել, ստացվում է, որ այս հեղափոխություն կոչված իսկապես ներքին բան չի ունեցել, ազդակ չի ունեցել։ Սա այս ամբողջ է, այս գունավոր հեղափոխությունը արվել է ներքին եւ արտաքին ազդակ, եւ դա մեծ գաղտնիք չէ, եւ ակնհայտ է բոլորի համար էլ, որ արտաքին շահառուներ կային եւ դա անթակույց է եղել։
Եվրամիության դեսպան Սվիտալսկին միայն 18 թվականին չէ, դրա նախապատրաստումը 2017 թվականի իրադարձություններին բոլոր, հա, բայց ներգրաված շատ ակտիվ առանց թաքցնելու եւ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո էլ Սվիտալսկին իրեն այնպես էր պահում հանրային միջավայրում, հանրային խոսքում, դրսևորումներում, որ չէր էլ թաքցնում, որ դրա շահառուներից մեկն է։ Դուք պատկերացնում եք ինչի հետ գործ ունեք, երբ որ նախագահի խոսքից առանձնացնման նշում է, որ Եվրամիությունից շնորհավորանքներ են գալիս վարչապետ ընտրվելու կապակցությամբ, բայց դեսպանը դա թաքցնում է, երկրի տվյալ պահի իշխանությունը տեղյակ է, որ այդ շնորհավորանքները կա, եւ արտաքին գործերի նախարարն է զանգահարում դեսպանին, ասում է ես գիտեմ, որ այդ շնորհավորանքները կա, եթե դու հիմա դա չհրապարակես, ես ստիպված եմ լինելու զանգել Բրյուսել եւ շնորհավորողների հետ այդ խնդիրը լուծել։ Նոր դրանից հետո հրապարակում է։ Եվ մենք իրականում չենք էլ հասկանում մինչև այսօր դա երևի առանձին քննարկման Բայց ինչ ենք ասում, թե ժողովուրդն է արել այդ հեղափոխությունը։ Հարց է։ Դա հեղափոխություն է, Պյոտր Սվիտալսկին իրականում որ հատուկ ծառայության հետ է աշխատել, որ երկրի իրական շահերն է սպասարկել, որ շրջանակներն են սպասարկել։ Պարզ վերլուծում եմ, հա։ Երբ որ նախագահը ասում է, որ Եվրոպայից կա շնորհավորանքներ, դեսպանը դա թաքցնում է, այսինքն այն մարդիկ, ովքեր շնորհավորում են եւ իր միջոցով պետք է շնորհավորանքները տեղ հասնեին հրապարակային, դա նշանակում է գնահատում են որպես լեգիտիմ ընտրություններ։ Այո, դա նշանակում է, որ առնվազն այս մարդը լինելով օֆիցիալ նրանց աշխատողը չէր, ուրիշ շահեր էր սպասարկում, թե որ շրջանակների շահերը եվրոպական կամ գուցե ոչ եվրոպական անհայտ է, անհասկանալի մեծ հետազոտության թեմա է, բայց փաստը մնում է փաստ, որ մենք գործ ենք ունեցել այդ շրջանում մի պերսոնաժի հետ, մի պաշտոնական անձի հետ, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձնավորության հետ, որը բացահայտորեն ոչ միայն միջամտել է այս երկրի ներքին գործերին, որովհետև այդ միջամտությունը անթաքույց է եղել, այլ բացահայտորեն այս երկրում հեղափոխություն, իշխանափոխություն, հեղաշրջում, ոնց կուզեք անունը դրեք, այդ process-ի բացահայտ մասնակից է եւ դրա բացահայտ շահառուներից մեկը։ Ընդ որում Աշոտյանը ես հիշում եմ, երբ որ 20 թվականին Իդեպ կներեք, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ հետ նիկոլական Հայաստանում ապագայում սա պետք չէ մոռանալ եւ սա պետք է դարձնել Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների վերանայման, որը անպայմանորեն տեղի ունենալու է, որովհետեւ այս երկիրը չի կարող այսքան այս իրավիճակից ելնելով, այսքան փոփոխություններից, այսքան ողբերգությունից հետո Եվրոպական միության հետ եւ այլ երկրների հետ նաեւ եւ այլ կազմակերպությունների հետ շարունակել հարաբերությունները այնպես, ինչպես դա եղել է մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից հետո մինչև այսօր։ Այսինքն ակնհայտորեն մենք խնդիր ունենք վերանայելու մեր հարաբերությունները թե Եվրոպական միության հետ, թե Ռուսաստանի Դաշնության հետ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ամեն մեկի հետ վերանայել այն համատեքստում, որ վերջին 10 տարիների քաղաքականությունը կառուցվել է եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների վերանայման անկյունակարային դրսևորումներից մեկը հենց Եվրոպական միության դիվանագիտական ծառայության, այսպես ասենք, հա, տխուր փորձն է։ Ներկայիս ղեկավարներ, այսինքն խոսում են քաղաքավարակյալների մասին, իրադարձությունների վերաբերյալ թե հիմա, այսինքն այս кейսերը անպայման երբ որ այդ հարաբերությունների վերանայման ժամանակը գա, սեղանին դրվելու է եւ դրա գնահատականը տրվելու։ Առանց դրա հավատացեք, մեր երկիրը առաջընթացի հնարավորություն ուղղակիորեն չունի։ Արմեն Աշոտյանը այդ 20 թվականի իր ասուլիսում սեպտեմբերյան, որ ներկայացրեց, ասաց, որ նաև տեսել է այն զեկույցները, որ Սորոսի գրասենյակի տեղեկանքների հիման վրա ուղարկել է Սվիտալսկին, ընդ որում Սվիտալսկին եւ Իլհամ Ալիևը ժամանակի նույն ժամանակահատվածում Մոսկվայի համալսարանում են իրենք միջազգային հարաբերությունների ինստիտուտում են եղել եւ իրենց հարաբերությունները բավական հին են
եւ պատմություն ունեն Սվիտալսկու եւ Ալիևի։ Այսինքն չի բացառվում, որ ինքը հենց դա իրականում ես նման տեղեկատվություն չունեմ, ես չգիտեմ իրենք ծանոթ են, թե ծանոթ չեն, ես չգիտեմ իրենք ուսանողական դրա մասին հրապարակումներ եղել են, որ նույն ժամանակահատվածում են եղել այդ համալսարանում։ Այնուամենայնիվ ես կառաջարկեի 7 տարի առաջվա իրադարձությունները այլ լույսի ներքո վերլուծել եւ հասկանալ, երևի թե առաջին անգամ եմ այդ մասին բարձրաձայն խոսում, կհիշեք 2018 թվականի ապրիլին, երբ որ Հայաստանում պետք է տեղի ունենար վարչապետի ընտրություն եւ ապրիլին էլ սկսվեց այդ հեղափոխական, այսպես ասենք, գործընթացները, Ադրբեջանում 2018 թվականին նախատեսվում էր նախագահի ընտրություններ։ Եվ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենար, եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսին։ Բայց մի առժամանակ առաջ այդ ընտրությունը առաջ բերվեց, այսինքն ստեղ պետք է ապրիլին տեղի ունենար ընտրություն, վարչապետ պետք է ընտրվեր, եւ իրենց ընտրությունը նախագահական իրենք բերեցին փետրվար, այն ժամանակ պաշտոնական բացատրությունը այն էր, որ 2018 թվականի նոյեմբերին մեծ միջազգային բնույթի մրցաշար պետք է կազմակերպվի Ֆորմուլա 1-ի Ադրբեջանում եւ այդտեղ քաղաքական նախընտրական գործընթացները կարող են դրան խանգարել, ուստի նպատակահարմար է ընտրությունները անել տարվա սկզբին եւ իրենք ընտրություններն արեցին փետրվար ամսին, Իլհամ Ալիևին վերընտրեցին։ Հիմա պետք է միասին հասկանանք, վերլուծենք, եթե այդ ընտրությունները տեղի չունենային փետրվարին, այլ լինեին 18 թվականի նոյեմբերին, Հայաստանում տեղի ունեցած այդ հեղափոխության, հեղափոխական էյֆորիայի այդ ամբողջ համատեքստում ակնհայտ է, որ չեմ ասում Իլհամ Ալիևը չէր վերընտրվելու, բայց ակնհայտ խնդիրներ էր ունենալու, գլխացավանք էր ունենալու։ Այսինքն իրենք տեղյակ էին ինչ է տեղի ունենալու Հայաստանում, որ Հայաստանում ապրիլին պետքա տեղի ունենա հեղափոխություն, որի արդյունքում պետք է այս մարդիկ գան իշխանության եւ իրականում տեղի ունենա այն, ինչ որ տեղի ունեցավ 20 թվականին եւ հետո։ Դժվար վերլուծական իրենց կարողությունները եւ իրենց հետախուզական կարողությունները ոչ իրենց, ոչ Թուրքիայի այդքան հնարավորություն տային կանխագուշակելու այն, ինչ տեղի ունենալու Հայաստանում։ Իսկ իրենց ինչ որ մեկը զգուշացրել էր։ Ով կարող էր իրենց զգուշացնել դրա մասին։ Դրա նախապատրաստողները։ Դրա նախապատրաստողները միայն Հայաստանի ներսում չեն բնականաբար եւ դրա հիմնական նախապատրաստողները հենց այն պայմանական ասենք, Սվիտալսկիներն են կամ այն շրջանակները, որոնց շահերը սպասարկել են նույն Սվիտալսկին։ Քաղհասարակություն կոչվածի հետ։ Գիծը տեսնում եք, քաղհասարակություն գիծը եկեք անկեղծ լինենք, քաղհասարակությունը դա փափուկ ուժն է, այն փափուկ ուժն է, գործիքն է։ Նման երկրներում, մեր նման երկրներում որոնց ընկալումը, նույն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, այսպես ասենք, հավաքական արևմուտքում սրանք կոչվում են երրորդ կարգի երկրներ։ Երրորդ կարգի երկրներում իրենց ընկալման մեջ քաղաքացիական հասարակություն ասվածը դա ենթակառուցվածքներ են, ազդեցության գործիքներ են, որով արվում է։ Այսինքն ինչ է ստեղծվում։ Ստեղծվում է հասարակական կազմակերպություն, որտեղ հավաքագրվում են մարդիկ։ Ես պատահական չեմ ասում հավաքագրվում։ Այո, դրանք հավաքագրվում են գումարով։ Մի մասը գաղափարապես, մի մասը գումարով հավաքագրվում են եւ ինստիտուցիոնալ ձևաչափ են ստանում իրենց գործունեությունը առաջ տարվող օրակարգները եւ նարատիվները առաջ մղելու համար ստեղծում են լրատվամիջոցներ դրանց սպասարկելու համար այդ գաղափարները քաղաքականությունը դա այսպես ասենք կյանքի կոչելու հանրայնացնելու տեսանկյունից այսինքն ձևավորվում է մեծ ցանց այստեղ մեծ գաղտնիք չկա եւ նոր հեծանիվ ոչ մեկ չի հորինում սա ենթակառուցվածքներ են որոնք իրենց ընկալման մեջ երրորդ կարգի երկրներում իրենք ներդնում են եւ իրենք առաջ են տանում ես միշտ այդ թեմայից շատ նյարդայնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի որպես հայ մարդ լավ այսպես ասենք կյանքում 3 հատ գիրք կարդացած մարդ որ ինչ է նշանակում քննարկում են քաղաքացիական հասարակության հետ այսինչ թեման ես նայում եմ ակտիվիստներ են որ մարդիկ են նստած ասում են հասարակական կազմակ ասես ով է քաղաքացիական ու քաղաքասարակությունը կողմը։ Դա ես շատ լավ հիշում եմ դեռևս նախկին իշխանությունների օրոք, երբ որ 2015 թվականի, եթե չեմ սխալվում, պետք է փոփոխվեր 15-16 թվականներին ընտրական օրենսգիրքը եւ ձևավորվել էր մի հանձնաժողով, որտեղ մի կողմից իշխանություններ, մյուս կողմից ընդդիմություններ եւ քաղաքասարակություն։
Քաղ հասարակությունը կողման, հա, մեզ քաղ հասարակություն որ 2-3 հոգի մարդ, ասես ովքեր են այս մարդիկ։ Ասում հասարակական կազմակերպությունների ղեկ, ասում է, այս մարդկանց ով է այդ մանդատը տվել, ոնց եք որոշել, որ քաղ հասարակությունը իրենք են։ Այդ ինչ արեցիք, որ եկաք այդ եզրահանգման, այդ ինչ թիվ գումարեցիք իրար, որ ստացաք այդ թիվը։ Ու այստեղ անարդարությունը հասկանում եք, որն է ցանկացած բանական մարդու համար, սա վիրավորական է, որ մեր երկրում ձևավորված է մի, այսպես ասենք, կողմ, պայմանական ասած, հա, նժարի վրա դրված է մի ինչ-որ բան, որը մեր բոլորի անունից, հանրության անունից, հասարակության անունից միլիոններ են ստանում, միլիոնավոր դոլարներ են ծախսում դրա վրա։ Դա իրենց գործը, բայց ով է որոշել, որ այս մարդիկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են, ով է այդ մանդատը սրանց տվել։ Միաժամանակ պարզ է բոլորի համար, չէ, որ դրանք գործակալական ցանցեր են, արևմտյան մի շարք երկրների դեսպանատների, այսպես տանիքի տակ գործող մի շարք կազմակերպությունների արևմտյան երկրներում գրանցված տանիքի տակ գործող եւ ուղիղ նրանց ֆինանսավորմամբ գործող, որ ազդեցության գործիքներ են, հենց այդպես ազդեցության գործիքներ են։ Ասենք պատահական եք համարում, ինչ որ մի պահ մեր երկրում բնապահպանների նախագահան դրան էլ անդրադարձավ, որ դե վճարում էին, կար պատվերը, կար բնապահպանական աղմուկը, չեն վճարում, պատվերը չկա, հիմա դա չկա, հիմա այս երկրում ծառ չեն կտրում, այս երկրում ամուլսարը չի շահագործվում, այս երկրում շունիկների հետ ամեն ինչ նորմալ է։ Կոնկրետ Ադրբեջանից եւ Թուրքիայից հետաքրություն ներկայացնող թեմաների շուրջ էին իրենք բանանում, ակտիվանում։ Կհիշեք ամեն 5 շաբթի սևազգեստ մայրեր կային, իրանք կային, բայց հիմա կարծես իրանք չկան, այսինքն այս թեմաները մշտապես, հա, այդ ազդեցության գործակալները եւ ազդեցության այս գործակալների խմբերը հստակորեն առաջ են տարել եւ շատ անարդար է, որ մենք մինչեւ այսօր մեր հանրության հետ, մեր երկրի մտավորական նորմալ պատկերացումներ ունեցող այս երկրի համար մտահոգ մարդիկ, հանրային կարծիք կրող մարդիկ, սա չեն դարձել քննարկումների առարկա։ Ովքեր են այս մարդիկ, ով է որոշել, որ գոյություն ունի այս երկրում քաղաքացիական հասարակություն, ինչ է դա, մի հատ կարող ենք դա ձևակերպել եւ հասկանալ։ Եվ ոնց եք որոշել, որ այս մարդիկ են դրանց ներկայացուցիչները։ Մի քանի անձեր են, իրար ուտում են, ընդորում, որպեսզի ծրագրեր փախցնեն։ Լուրջ դեմքով իրենք հեռուստաէկրաններից սկսեն ասել, որ մենք քաղաքացիական հասարակություն ենք եւ քաղաքացիական հասարակությունը, որը քաղաքացիների ձայնն է, հա, բարձրացնում, առաջարկում է սա, կարծում է այսպես, կարծում է այնպես։ Ոչ մեկ չի ասում, կներեք իմ կոպիտ արտահայտությունը, այ բոմժ, դու ով ես։ Քեզ ով է այդտեղ բերել դրել, դու քեզանից ինչ ես ներկայացնում, քեզ այդ մանդատը ով է տվել, քեզ ով է ընտրել, դու ում ես ներկայացնում, աշխատավարձը տեղից հանեն, դու ոչ մեկի չես ներկայացնում, դու ներկայացնում ես, հասկանում եք, այս անարդարության իրավիճակը բերում հանգեցնում է նրան, որ լուրջ դեմքով այդ գալստուկ կապող արևմտյան դիվանագետները սկսում են տեղեկանքներ գրել։ Քաղ հասարակությունը այսպես է կարծում, քաղ հասարակությունը այսպես է առաջարկում։ Մի քանի օր առաջ հրապարակել էինք պարոն Հակոբյան Ամերիկայի պետդեպի ներկայացուցիչ նախկին աշխատակից Մայք Պենսի հարցազրույցից մի հատված, նա շատ հստակ ներկայացնում է այդ ցանցը, ինչպես է ստեղծվել ՆԱՏՕ-ի եւ այդ ռազմաքաղաքական այդ կենտրոնների, ռազմաֆինանսական կենտրոնների կողմից այդ փափուկ ուժերը ինչպես են ստեղծվել հասարակական կազմակերպ քաղաքասարակություն կոչվածը, որոնց վրա ահռելի միլիոնավոր, միլիարդավոր գումարներ են, դոլարներ են ծախսվել տարբեր երկրներում հեղափոխությունների, հեղաշրջումների համար։ Եվ նա ներկայացրել էր Վրաստանում ինչպես են արել, Ուկրաինայում ինչպես են արել գունավոր հեղափոխությունները, Հայաստանի հետ լրիվ նույն բաները, ընդհանուր Ուկրաինայում, հա, այսինքն թիրախումը ինչը պետք է լինի, ազգային ինստիտուտները, պետք է ներթափանցեն կրթական հաստատություններ, գիտական հաստատություններ, մշակութային բանակը, հա, պետք է ներթափանցեն արմիություններ, եթե կան այդ երկրներում կայացած արմիությունների համակարգեր, ընդհանուր մինչև ասենք դասագրքերում ազգային բովանդակության փոփոխություն, այսինքն նա ներկայացնում էր այդ ամբողջ սխեման եւ հետո մեկ ուրիշ ամերիկացի էլ ընդ որում նախկինում զինվորական ինքը ներկայացնում էր, ասում էր այդ հեղափոխությունները անելուց դարձյալ այս հեղափոխությունների շարքի մասն էր ասում է ունեին խմբեր հատուկ
մարդկային խմբեր, որոնց տանում էին այդ երկրներում այդ ըմբոստությունը զանգված էին ապահովում, այսինքն մարդիկ ունեին, որ ասում էին, հիմա գնում են, չգիտեմ, Ուկրաինայում են անում, հիմա գնում են Վրաստանում են անում։ Ու ես 18 թվականին հիշում եմ, որ այսպես երբ որ նայում էի այս դեմքերին, ես իմ մոտ ու շատերի մոտ ասում էին, այս մարդիկ մեր հետ այստեղ ապրում էին, սրանց որտեղից դեսանտ իջացրեցին։ Կային իհարկե այս հիմա այսօրվա խաժամուժն էլ, որ ակտիվիստ ծտարով, հա, ակտիվիստներ, որ հիմա էլ դերակատարում ունեն, էլ սահմանադրություն են խմբագրում, էլ չգիտեմ օրենքներ, բարեփոխումներ, հա, ոչ մի բանի մասնագետ չեն։ Բայց այդ ժամանակ մենք տեսնում էինք, որ կարծես այսպես մարդկանց խմբեր իջացրեցին, որտեղ նայում էինք դեմքերին, կուրատորներ ունեին, որ ասում էին հրահանգիչներ, ով ինչը որ մասը պետք է փակի, ինչ անի, տարբեր գույնի մազերով։ Մենք դա տեսնում էինք։ Այդ ցանցը աշխատեց ստեղ։ Հիմա ստեղ է։ Ոչ մի նորություն դրանում չկա, դա շատ հին տեխնոլոգիաներ են, շատ հնուց եկող։ Ամերիկյան գեներալներից մեկը 50-ականներին ում հետաքրքիր կլինի, հետո այս տեսանյութի տակ եթե հարցնեն, ես այդ աշխատությունը կգրեմ վերնագիրը, թող կարդան, խիղճը չի տարել 50-ականներին դեռևս մի հետաքրքիր աշխատություն է գրել, թե իրենք ինչ են արել, մեթոդոլոգիայով են արել եւ շատ հստակ մի բան է ասում է այսպես։ Ինչպես է կոչվում, գնդապետ ում չէ, այդ ամերիկացի զինվորականի։ Ամերիկյան գեներալ։ Ամերիկյան գեներալ է, որի այդ հուշերը կան, որը ասում է, որ Չիկագոյի մաֆիոզների անունն է դուրս եկել, բայց ասում է հանուն Wall Street-ի ֆինանսիստների շահերի, հանուն American United Fruit ընկերության, McDonald's and Douglas ընկերության շահերի, դուք այդ բանդիտների մասին գիտեք, որ թե դրանք ինչեր են արել Չիկագոյի մի քանի շրջաններում Ալ Կապոնեի նմանները, հանուն այդ սրանց շահերի 5 մայրցամաքում տարբեր երկրներ են բռնաբարել։ Հասկանում եք, այս մոտեցումը ուժի միջոցով, փափուկ ուժի միջոցով եւ այլ տեխնոլոգիաց շատ վաղուցված տեխնոլոգիաներ են։ Առնվազն 19-րդ դարի վերջերից եկող մեր այսօր ինչ որ տեսնում ենք, հա, որոնք սառը պատերազմի վերջին փուլում են բյուրեղացել եւ այստեղ ոչ մի նորություն չկա։ Ինչպես են այդ նարատիվները ստեղծվում, ինչի համար են ստեղծվում, ինչպես են այդ ենթակառուցվածքները ձևավորվում, հասարակական կազմակերպությունները, ինչպես է դրանց ֆինանսավորումը կատարվում, ինչպես են տարբեր առուներով, հա, այսպես ասած, գնում մի օր միանում գետ դառնում։ Դրա ամենալավ օրինակն է դասագրքային օրինակ է Հայաստանը եւ դասագրքային օրինակ է ժամանակակից Ուկրաինան։ Այս երկու երկրները դասագրքային օրինակներ են եւ նաեւ դասագրքային օրինակ է թե ինչպես պետք է վարվել այդ կազմակերպությունների այդ ենթակառուցվածքների հետ։ Դա անում է այսօրվա մեր հարևան Վրաստանը։ Ընդհանրապես պետք է հրապարային մարդիկ ում բերում մեզ հրամցնում են, մեզ համոզում են, որ ինքը քաղաքացիական հասարակությունն է, ինքը ինձ եւ ձեզ է ներկայացնում։ Մենք ոչ ես եմ պաշտոնյա, ոչ դուք եք պաշտոնյա։ Մենք երկուսս էլ քաղաքացի ենք, բայց քաղաքացիական հասարակությունը ինչ որ Պողոսյան Պետրոսն է, որին բերում են, ասում են, ինքը քո ներկայացուցիչն է։ Դա մենք պետք է հրապարակել եւ ժողովրդին ներկայացնել, թե դա այս տարիների ընթացքում ինչքան փող է ստացել ու որտեղից է ստացել։ Եվ երկրորդը օրենքը հստակ ընդունել եւ արտագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքը։ Առաջին իրենք են ընդունել։ Դեռևս 30-ականներից գործող Ինոագենտի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ճշգրտությամբ արտագրել այդ օրենքը։ Ամերիկյան օրենքը, այո։ Եւ գործարկել եւ ասել այս մարդը իհարկե թող լինեն։ Սերժ Սարգսյանն ասում է, եթե 18-ի այդ իրադարձությունները չլինեին, մենք ընդունելու էինք այդ օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Որովհետև այդ ժամանակ էր արդեն հարցը հասունացած, այդ ժամանակ էր ակնհայտ, որ խնդրեմ է, այս ցանցը Հայաստանում գործող հստակ խնդրեմ է։ Այս ցանցը վարկաբեկում է բանակը, իսկ հիմա ինչի՞ չեն վարկաբեկում։ Բանակի մասին դրանից քանիսն է խոսում։ Այս ցանցը վարկաբեկում է։ Ոնց, ամենավարկաբեկող լրատվամիջոցներից ճակերտավոր մեկի հիմնադիրը ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարն է, հա, Արմեն Մելիքբեկյանը, հիմնադիրներից մեկը, վարկաբեկում էր եւ բանակը, եւ ադրբեջանական քարոզչություններ անում, հիմա էլ կա, բայց ոչ միայն, այլ իրենց падգամավորներից մեկը
որը տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամի գումարներով հեռուստաեթեր ուներ հեռուստաընկերություններից մեկում, եւ ինչ-որ նարատիվներ էր քարոզում, օրակարգեր էր փորձում գեներացնել, տարածել, դրանից հետո նույն Սորոսի հիմնադրամի եւ այլ դոնորների միջոցներով ստեղծված ինչ-որ մեդիա ակումբի ղեկավարը, որ հետո այս իշխանությունների մոտ падգամավոր էր աշխատում, երբ որ օրինակ ես իմ ընկերների հետ ստեղծել էինք այս երկրում հեղափոխությունից հետո լրատվամիջոց, իրեն պատռում էր, որ մի հատ գնացեք ստուգեք դրանց փող որտեղից, որ իրենք լրատվամիջոց են ստեղծում։ Այսինքն այսքան տարի անցել, բայց առաջին անգամ պետք է այդ մասին ուզում հրապարակային խոսեմ։ Այսինքն իր ղեկավար կներեք էլի գրեյք արտահայտության համար բոմժը, որ Իջևանից կարող էր գալ Երևան ծակ շալվարով, թերթ հիմնադրել, այդ թերթով ընտանիք պահել, այդ թերթով գրասենյակի սեփական տարածք ունենալ, 4 երեխա բերել, 2 մեքենա ձեռք բերել, այսինքն այդ բոմժը կարող էր այս երկրում լրատվամիջոց ունենալ, իր նման ոչնչությունը, այդ կոնկրետ այդ падգամավորուհու, իր նման ոչնչությունը կարող էր Սորոսի հիմնադրամի գումարներով լրատվամիջոց ունենալ, մեդիա ակումբ ունենալ, բայց ուրիշ մարդիկ, օրինակ ես, դա ունենալու իրավունք չպետք է ունենանք եւ մեր ֆինանսները պետք է ստուգել, այն դեպքում, երբ որ այդ ֆինանսների մասին բաց տեղեկատվությունը հրապարակային դրված էր։ Այսինքն դուք ֆաշիզմի մակարդակը պատկերացրեք, անհանդուրժողականության մակարդակը, էլի, եւ երբ որ մեր ժողովրդին փորձում են երկար տարիներ խաբել, որ այդ հիմնադրամները ֆինանսավորում են նմաններին եւ նման շրջանակների, որպիսի ազատ մրցակցություն լինի, որպիսի ազատ խոսք լինի, փորձը ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մարդկության փորձը տարբեր երկրների, որ որպես կանոն այս խմբակները վերջում դառնում են թիվ 1 ֆաշիստական, թիվ 1 նացիստական, ամենաանհանդուրժող, ազատ խոսքը ճնշող, ուրիշի կարծիքը վարկաբեկող, ուրիշի կարծիքի վրա բռնացող խմբավորումը։ Դա միշտ դա աքսիոմա է, հասկանում եք, շատ հետաքրքիր պատմություն կա, որ սրա մասին անընդհատ պետք է խոսել եւ հանրայնացնել, մեր ժողովրդին ներկայացնել։ Նապոլեոնի մարշալներից մեկը, որը ամուսնացել էր նրա քրոջ հետ եւ Շվեդիայի կառավարիչ էր նշանակվել, դարձավ Շվեդիայի թագավոր եւ այսօրվա շվեդական արքայական ընտանիքը հենց այդ մարդու ուղիղ ժառանգորդներն են։ Այս մարդը, Շվեդիայի թագավորը, դավաճանել էր իհարկե հետո Նապոլեոնին եւ տենց մնաց մինչեւ կյանքի վերջ Շվեդիայի թագավոր։ Միշտ, այսպես ասած, երկար թև շորեր էր հագնում։ Եվ նրա մահից հետո միայն դիակի զննության ժամանակ, հիշեցնեմ, Շվեդիայի արքայի դիակի զննության ժամանակ հայտնվել էր այդ դաջվածքը ձեռին մահ արքաներին։ Ինքը եղել էր ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի այն ամենաուժեղ հեղափոխականներից մեկը, Յակոբինյան ամենածայրահեղ դրսևորումներով եւ մտածողությամբ, բայց վազը դարել էր արքա, այնքան էր այդ մտքերով գաղափարներով տարբեր, որ անգամ դաջել էր ձեռին մահ արքաներին, վազելով հետո գնաց դարավ ինքը արքա։ Նույնը սրանց պարագանը։ Հիշում եք սրան։ Հիշում եք։ Այո, Կապտամազիկ Ասիա Խաչատրյան հայտնվեց հանկարծ Արցախում։ Չվերցնեմ ին վրա, բայց ինչքանով կարող է եւ հանկարծ սխալ դուրս չգամ, սխալ տեղեկատվություն չտամ, բայց ինչքան լսել եմ վերջերս, ասում են, որ Վրաստանի Հանրապետությունում հիմա նստած է ազատազրկում է կրում թմրադեղեր տարածելու համար։ Սա այս Կապտամազիկը, ուրեմն ադրբեջանցու հետ է։ Այս հետագայում բացահայտվեց, որ իրենց կապը ադրբեջանցի ինչ-որ բլոգերի հետ, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այս Ասիա Խաչատրյան անունով աղջիկը հայտնվեց Արցախում, շատ ինչ-որ ճակերտավոր պատահական։ Պատահաբար արցախյան իրավապահները իրան նեղացրեցին, իր լկտի պահվածք սկսեց դրսևորել, ինցիդենտ բան ստեղծեց, պատմություն մի հատ, այդ պատմությունը ուռճացրեցին այստեղի այդ ակտիվիստները, քաղաքասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, որ հիմա բերանները փակել են բանտերում, ինչ է կատարվում, մարդու իրավունքները ինչպես է ոտնահարվում, հետակայում բուկմեկերական ընկերություններից մեկում էստեղ գործի տեղավորեցին սրան
Հիմա ասում եք ես այդ ինֆորմացիային չէի տիրապետում։ Նա ուղիղ կապի մեջ էր ադրբեջանցիների հետ։ Սա ադրբեջանցի բլոգեր է, որի հետ նա կապի մեջ է եղել։ Այս է սրանցով, հա, տեսեք ինչ են անում։ Սա է մեր հասարակական կարծիքը։ Բոլոր երկրներում է այդպես։ Չէ, պարզվում է բանը կանանց նկատմամբ բռնություն կա երկրում։ Դա սարսափելի օրհասական խնդիր է, բայց հիմա արդեն չկա։ Հիմա այս երկրում բռնություն չկա, կանանց իրավունքները, ընտանիքում կանանց վիճակը բան ամեն ինչ նորմալ է։ Պարզվում էր բանակը դա մի հատ մահվան մեքենա է, որտեղ տանում են մարդու հետ վատ բաներ անելու, էլի, հիմա չէ դե, հիմա բանակում ամեն ինչ փայլուն է, ամեն ինչ նորմալ է, ելակից հետո ամեն ինչ դժվար է։ Ոչ մի խնդիր չկա։ Հասկանում եք, այս երեսպաշտությունը, այսինքն ես ինչ եմ ասում, որ ապագայում Եվրոպական միության հետ հարաբերություններում այդ հարաբերությունները պետք է վերանայել եւ այս քեյսերը պետք է դնել իրանց դեմը։ Մենք սրա պատասխանը պետք է ստանանք, թե եվրոպական երկրներից, թե Եվրոպական միությունից, թե եվրոպացի ժողովուրդներից։ Ի վերջո, մեզ 30 տարի եկել քարոզել են, չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այդպես է, թե այդպես չի։ Դա են չէ քարոզել։ Դրա տակ են չէ իրանք ստորագրել։ Վերջում իրանք տարել են Հայաստանի այսպես ասենք, հա, ղեկավարին, տարել են իրանց մոտ, ասել են դե ստորագրի, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Ու ինքը ստորագրել է։ Ու դա եվրոպացիների, հա, Շարլ Միշելի, Սարկոզի։ Բայց նրանք եվրոչինովնիկ են, այսօր կան վաղը չկան։ Չէ, Մակրոնի։ Հա, չէ, Սարկոզին, հա, նորմալ հայդի մարդ է։ Հա, դա Մակրոնի, Շարլ Միշելի, մյուսների երաշխավորությամբ ու ստորագրությամբ չէ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ուր է լինելու, Շարլ Միշելի պես ինչ որ միտեղ վանա լինի։ Ոչ մեկ չի ուզում այս երկրում քննարկել, լավ, քանի կոպեկ արժի այդ ժողովրդավարությունը, քանի կոպեկ, որ մեզ տարիներ շարունակ փորձել են համոզել, որ գիտեք ինչ, եթե դուք ժողովրդավար լինեք, ձեզ լավ աչքով կնայենք, հա, Ղարաբաղի հարցում։ Քանի կոպեկ արժի ժողովրդավար լինելը, եթե պետք է այդ ժողովրդավարության աշխարհի ջահակիր Եվրոպան կամ հավաքական արևմուտքը աչք փակի նրա վրա, որ Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն եւ էթնիկ զտում իրականացնողը, հա, Իլհամ Ալիևը այնքան կապ ունի ժողովրդավարության հետ, ինչքան ունենք ես միջուկային ֆիզիկայի հետ։ Սրա վրա աչք փակի, այ նույն ֆոն դեր Լայեններով, բաներով, իրենց Շարլ Միշելներով, իրենց հայտարարություններով, իրենց ամեն ինչով, հա, եւ նորից շարունակ են քարոզել, որ գիտեք ինչ կա, դուք պետքա ժողովրդավար լինեք, ժողովրդավարությունը դա շատ լավ բան է, ժողովրդավարությունը իրոք շատ լավ բան է, բայց ես չեմ առաջարկում։ Եկեք այնպեսի երկիր սարքեք, որ մենք որոշենք, թե ժողովրդավարությունը ինչ է, ժողովրդավարության բերած արդարությունը ինչ է, ժողովրդավարությունից բխող պրոգրեսը ինչ է, եկեք դա մենք ինքներս որոշենք։ Մենք ինքներս որոշենք, մենք ուզում ենք ժողովրդավար լինել, թե չլինել, մենք ուզում ենք միապետություն լինել, թե չլինել, մենք ուզում ենք բռնապետություն լինել, թե չէ։ Պրիմիտիվ հասկացությունը պարզ է, չէ՞ որ ժողովրդավարությունը շատ ավելի լավ բան է, քան բռնապետությունը։ Պարզ է, չէ՞, որ ժողովրդավարական կառավարումը շատ ավելի լավ բան է, քան ավտորիտար կառավարումը։ Որևիցե մեկ այստեղ չի կարող վիճել, բանավեճ ունենա, բայց կլինի այդ մոդելը մենք որոշենք, ոչ թե մեզ պարտադրեն, կոնֆետի պես էլ խափեն, ասեն, այ դուք էս արեք, որ էս լինի։ Ստիպ ու ձեռի հետ բերեն մեր երկրում ինչ անեն, այդ ցանցերը աշխատացնեն, երկիրը, ազգը, հայրենիքը, այդ ամեն ինչը կործանեն, ազգայինի, պետականի հիմքերը լոմով վրեխած քաշեն, խարխլեն, քանդեն, տանեն պարտպանում, պատերազմում պարտվել տան, հետո ասեն, դե ծապ տվեք, արա։ Այ հենց այդպես, ծապ տվեք, արա։ Ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Իրենք որոշեն, թե մենք ոնց պետք է ապրենք, որ մեր այս կյանքում մեր ժողովրդին է, այս կյանքում մի փոր հաց լափելն է ու դրանով երջանիկ լինելն է։ Դա իրենք են որոշել եւ իրենց դրածոն Հայաստանի Հանրապետությունում իդեմս այս
երկրի կառավարչի։ Իդեպ հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ վերջերս օրեր առաջ ավելի ճիշտ լրատվամիջոցներից մեկը, ինչպես նաև հրապարակախոս խմբագիր մեդիա փորձագետ Գոր Մադոյան անդրադարձան մի շատ աղաղակող փաստի, Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկը, այդ հեղափոխության ջատագովներից մեկը հեղափոխության մասին 18-ի գիրք էր գրել Վարդան Ազատյանը, որին տարան նշանակեցին Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի պաշտոնում 24 թվականին, Փաշինյանի կառավարության որոշմամբ։ Նա ունի մի հասարակական կազմակերպություն, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ հասարակական կազմակերպություն, որին ուրեմն պարզվեց 207 միլիոն դրամ դոլարային անով 540,000 դոլար է տվել Նիկոլ Փաշինյանի վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգով առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության այդ հիմնադրամին, այդ հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Ազատյանը, ինչպես նշեցի ռեկտորը Գեղարվեստի ակադեմիայի, այդ գրքույկը նա Թավշյա հեղափոխության մասին է գրել, Նիկոլ Փաշինյանին համեմատել է Հիսուս Քրիստոսի մաքարումների պայքարի հաղթանակի հետ, իդեպ Ամազոնում էլ նույնիսկ դրած վաճառում է այդ գիրքը, այդ գրքույկը։ Փաստորեն հարց է ծագում, անընդհատ գաղտնի ընթացակարգով 38-ից 41 միլիոնի գումար են հատկացրել, ընդհանուր 540,000 դոլար։ Դուք տեսեք, այսինքն մեր հարկատուներից փողերը էլ ինչ են։ Մի օր ես իշխանությունը որ փոխվի եւ հրապարակվի, իսկ դա անխուսափելիորեն լինելու է, թե ինչպես են բյուջետային եւ հանրային մյուս միջոցները ծախսվել, ես ձեզ վստահեցնում եմ Հայաստանի Հանրապետությունում մարդ չի մնալու, որի մազերը բիզբիզ չկանգնի այդ տեղեկատվությունից, թե ինչպես է հեղափոխական իշխանություն կոչվածը բառի ամենաբուն իմաստով լափել է ժողովրդի վերջի կոպեկը։ Հայաստանի նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման շրջաններով այդքան արտաքին պարտք չեն վերցրել, ինչքան վերջին 7 տարվա մեջ այս իշխանությունն է վերցրել է ու լափել է։ Այ ոչ մեկ չի իրենց տալիս են այդ փողերը, ասում են լափեք։ Գոնե ես չեմ հանդիպել, օրինակ այն քանդակագործ մեկը կա, այտենց Ռաֆայելի Ես ծանոթ էի ընդորում տենց հավակնություններով, որ կներեք, բայց ապուշ մտքեր է դուրս տալիս, օրինակ Նժդեին համեմատում է, բան տենց որ Սյունիքի ինչ որ հիմարություններ է ակնհայտ դուրս տալիս։ Լավ քավլիցի Աստված իր հետ հիմա այդ մարդն էլ հիմար մարդ է, մենք կրթվում Աննա Հակոբյանի մոտ։ Հիմա կհամակերպվենք, էլի, որ դե հիմա հիմար խոսում է, բայց ոչ չեն ուսումնասիրում այս մարդը պատվերներ ստացել է այս իշխանություններից եւ ստանում է թե ոչ։ Ես չեմ հավատում, որ այդտեղ տակը իսկականից հավատում է դրան։ Ես հակված եմ եւ կոչ եմ անում, միած ստուգեք, այս մարդը ինչ պատվեր է ստացել։ Ինչի պատվեր, ինչ որ բան քանդակելու, ինքը նախկին իշխանություններին է կպնում, որովհետեւ դուք գիտեք ինքը ինչպես էր փորձում նախկին իշխանությունների հետ հարաբերություններ ստեղծել եւ այլն։ Ես լավագույնս ծանոթ եմ։ Հիմա չեմ ուզում մեծ հիասթափությունը այն որ ես տեսնում եմ, ուշադրության կենտրոնում պերսոնաժը հայտնվել է, երբ որ Սյունիքի ազատագրական այդ պայքարը փորձում էր համեմատել ներկայիս, այսինքն այդ հիմար մտքերով առաջին անգամ իմ ուշադրությունը գրավել է։ Ես իմացա, որ մարդը քանդակագործ է եւ մեծ մտքերի այսպես հավակնություններ ունի, բայց ես ունեմ, ինչպես հայտնի ֆիլմում է, ասում, меня смутное исполнение։ Հիմա տենց կբացվի, արդեն իսկ մամուլում ինչ-որ ինվորմացիաներ կան, բանը, այնպես որ չեմ կարծում, նույնիսկ կասկածներ ունեմ, որ կարող է սպիտալսկուներ են, ասենք, եթե մի հատ ինչ-որ Վարդան Ազատյանի, լավ, ասենք արվեստաբան է եւ այլն, եթե իր հասարակական կազմակերպությանը 540,000 դոլար են տվել, միած ստից բրոշուր է գրել հեղափոխության մասին, Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հետ համեմատել, բա Սվիտալսկուն պատկերացրեք Սվիտալսկիներին ինչքան կտային սրանք։ Հարգելի Տիկին Սևյանյան, Սվիտալսկիների հարցը ես չէի դիտարկի ֆինանսական տեսանկյունից։ Սվիտալսկիների հարցը ես կդիտարկեի։ Ինձ կներեք, էլի եվրոպական բյուրոկրատիան եւ կոռուպցիան չափերը ես չխոսեմ, էլի։ Աշխարհաքաղաքական
տեսանկյունից ես կդիտարկեի, որովհետև հավատացեք, այդտեղ շատ ավելի մեծ եւ վտանգավոր շահեր կա, քան այդ փոքրիկ ջեբկիրությունն է, էլի։ Ձեր նշած այդ ազատյան կամ մյուս բան դա գրպանահատության որոշակի դրսևորումներ են եւ այդտեղ ակնհայտ փողերի լվացման խնդիր կա։ Փողերի լվացման, ատկատների, փողերը այլ կերպ ծախսելու, հավատացեք, եթե նման բրոշուր տպելու ինչ-որ խնդիր լիներ, դա բոլորն էլ գիտեն, հա, դա ինչ արժի մոտավորապես եւ հաստատ կես միլիոն դոլար չարժի դա, էլի։ Դրանից 10 անգամ քիչ էլ չարժի։ Չէ, 10 անգամ 10000 անգամ քիչ էլ չարժի, այսինքն դա բրոշուրը լավ։ Ոչ թե արժեքն եմ ասում։ $2000 կարան այդ բրոշուրը տպեին ու վերջացնեին։ Պատմական, պատմագիտական, գիտեմ, հասկանալի է դրա վտանգավոր արժեքը չեմ ասում ես, դա ընդհանուր դա որպես այդ թերթոնը որ ստեղծվել է, դա շատ ավելի կոպեկներով կարային անեն։ Այդ գումարը ծախսվել է այլ տեղ, այլ նպատակների համար։ Այդ գումարը ես վստահ եմ, կասկածներ ունեմ, որ այդ գումարը ուղղակի գողացվել է կամ ծախսվել է լրիվ այլ ուրիշ նպատակների համար, որը մի օր պարզվելու է, որովհետև նորից եմ կրկնում, այն ժամանակ, երբ որ կհրապարակվի այս իշխանություն փոխվելուց հետո բյուջետային միջոցները, հանրային մյուս միջոցները ոնց է ծախսվել, այդտեղ մեր երկրի բնակիչների մեծամասնության մազերը բիզբիզա կանգնելու։ Բոլորը զարմանալու են, թե ինչ լափիչ խմբավորման հետ, ինչ անկուշտների հետ գործ ունեն։ Ու դա անպայման լինելու է։ Դա իմ, այսպես ասած, գաղափարներից մեկն է, որ պետք է անպայմանորեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամների եւ նրանց հետ փոխկապակցված մարդկանց ֆինանսական եւ գույքային ռեգիստր ստեղծել եւ դա հրապարակել։ Այս մարդիկ ինչ են ունեցել 2018 թվականին, ինչ ունեն հիմա։ Ենթադրենք 2025, 26, 27, չգիտեմ, որ թվականի դրությամբ, որ իշխանապողություն այս երկրում կլինի, այդ ժամանակվա դրությամբ ինչ ունեն։ Այս տարիներ ով էին, ինչ են դարել։ Այդտեղ ակնհայտ է դառնալու ամեն ինչ։ Ես տեսեք որևիցե տեսակի էմոցիա այս մարդկանց հետ կապված ես չունեմ։ Լավ, վատ, ինչ որ էմոցիաների խնդիր այստեղ չկա, այստեղ կա, որ եկող իշխանությունը եւ եկող իշխանությունները, եկող սերունդները պետք է հասկանան, որ արածի համար պատասխան են տալիս։ Որ արածի համար ի վերջո այս հասարակության մեջ պետք է այդ արժեքը դրվի, որ ամեն մարդ իր արածի համար վերջում պետք է պատասխան տա։ Հա, բայց ոչ թե պվերցնեն ու փախնեն հետո։ Թալան գոռալով եկել ու պարզվում է, որ իրանցից մեծ թալանչի գոյություն չունի։ Դա պարզվելու է, դա թվերով բոլորը տեսնելու են։ Դուք հասկանում եք, դուք ինչ անբարոյականության հետ գործ ունեք։ Գործ ունեք մի մարդկանց հետ, որ հայրենիքի մասը հանձնել են, հազարամյա վանքեր են հանձնել, գերեզմաններով, դպրոցներ են հանձնել, կներեք, սերունդների արած դրածով հանձնել են 150,000 մարդու, սարքել են անտուն, հա, փախստական, կանգնած ասում են, դե ծապ տվեք, արա, Ադրբեջանով հաց ա եկել, ցորեն ա եկել Հայաստան, ցորենն է բերել, այսինքն այս ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ 2018 թվականին ինքը հեղափոխություն ա արել, որպեսզի Ալեքսանյան Սամվելը Ղարաբաղը հանձնելուց հետո Ալեքսանյան Սամվելը Ադրբեջանի տարածքով կարողանա ցորեն բերի, այո, որպեսզի Ալեքսանյան Սամվելը այս երկիր կարողանա ցորեն բերի ու իրանց վրա հաց ծախի։ Միգուցե սա պրիմիտիվ է, բայց սա է ճշմարտությունը։ Հարգելի հայ ժողովուրդ, արձանագրեք սա ու համակերպվեք սրա հետ։ Սա այն է, ինչ հնձում եք, դուք էս եք ցանել։ Ես չեմ ուզում մեղադրել ոչ մեր ժողովրդին, ոչ անհատներին, ոչ մեկին, բայց այս ճշմարտությունից չես փախնելու։ Տեղի է ունեցել 2018 թվականին մի իրադարձություն, որի հետևանքով ուղիղ հանձնվել է Արցախը, սերունդների արած դրածով, վանքերով, գերեզմաններով, այդքան 5000 տղա է, այդ մեր հա ամենալավ որակը տարե հողին ենք հանձնել, այդ ամեն ինչը արվել է նրա համար, որ հիմա ձեզ ասեն դուք երջանիկ եք, որովհետև Ալեքսանյան Սամվելը այսօրվանից կարա Ադրբեջանի տարածքով հացահատիկ ներկրի Հայաստան։ Այս աբսուրդում ուզում եք ապրել։ Սա ողբերգություն է, այո։
Իրերը պետք է իրենց անուններով Պարոն Հակոբյան, ինչու է Նիկոլ Փաշինյանին բոլորը 3 մատի կոմբինացիա ցույց տվել։ Ինքը Սերժ Սարգսյանի հարցազրույցը լսելուց հետո դե առավոտ շուտ սկսեց գրել վիդեոներակցում եւ այլն, չգիտեմ։ Տեսել եք այն բան էլեկտրական շնիկին, որ ասում է մեր հայ զինվորի լավագույն ընկերեն բան ասում է տեսեք ինչ դարակազմիկ սպառազինություն ենք ներկայացնում, այդ շան այդ կադրերն ենք ցույց բան, ասում են ֆրավազի, քայլի, չգիտեմ, տեստեն։ Չեմ տեսել մի շատ པարզ պատճառով, որովհետև նա ինձ վաղուց այդ իր Facebook-ում բլոկել է, չգիտեմ ինչի։ Հա։ Հիմա, ներկայացրել է, բայց Սերժ Սարգսյանը ասում է, որ հոպը զարմանալի է, որ հոպը առաջի հենց օրերին հակաօդային պաշտպանության համակարգը չի աշխատել, ապշելու է դա, այնինչ եւ մասնագետի ժամում առաջի մի քանի ժամում կեսը այո, շարքից դուրս է եկել, այն դեպքում երբ որ պետքա տեղափոխեին, գտնվելու վայրը նույնիսկ պետք է հոպ համակարգի տեղափոխեին, ինձ հետ զրույցում Էդգար Ղազարյան շատ ճիշտ հիշեցրեց, ասում է Բարայիկ Հարությունյանն ինչ էր ասում, որ ասում էր Ղարաբաղի օդը պաշտպանված է, հանրային հեռուստաընկերություն եւ այլն։ Մի կողմ թողեք, 2019 թվականին այսօր օկտատերերից մեկը ես տեսել եմ Վարագյան Վահագնը, այսօր հրապարակել էր հենց նրա Facebook-յան էջից այդ սկրինները Փաշինյանի։ Այո, թե ոնց էր հորդանալից բերված այդ մետալալոմը ըստ էության, այդ ջարդոնները ոնց էր ժողովրդի վրա սաղացնում, որպես աննախադեպ հոպ համակարգեր, մեջ է նստած նկարվում ինքը, գնում կողքը կանգնում նկարվում, երբ որ բոլորը ասում են, սա մեզ պետք չի, սա ջարդոններ է, երբ որ դրա մասին անգամ դրա այդ գործարքների կոռուպցիոն սխեմաների մասին հրապարակումներ եղան, հա, հասկանում եք։ Այդ ջարդոններն են, որ այսինքն ինչ են արել, գնացել են, բերել են բաներ, որ մեզ պետք չի ու փող են աշխատել դրա մեջ, հետո հենց այդ դրանք են, որ մի քանի ժամվա ընթացքում շարքից դուրս են եկել, հիմա կանգնած ումից ինչ են ուզում։ Բայց Իսկանդերը նույնիսկ չկարողացան օգտագործեն Իսկանդերի պես զենքը, որ Ալիևը հա ինչ տեսարաններ է ստեղծում, որ մենք ձեռք բերեցինք, Սերժ Սարգսյանը բերեց։ Չկարողացան, չուզեցին։ Չգիտեմ, ասում են նաև Շուշիի վրա խփեցին, այո, խփեցին մեր Շուշիի վրա, հա, ես այս մասին խոսեմ, հիմա Ուկրաինայում, ասենք Իսկանդերը տեսեք ոնց են աշխատում ու մասնագետները դրսից ասեցին, բան արեցին, դուք մեր զենքի հեղինակության հետ եք խաղում։ Իսկանդերը սարսափելի զինամիջոց է, որի միջոցով հնարավոր էր անգամ, եթե կար կուտակման, իսկ ասում են, որ դա փաստաթղթավորված է, հա, որ պատերազմից 2 օր առաջ արդեն գլխավոր շտաբի պետը զեկուցել է, որ մեծ կուտակում կա եւ թույլտվություն է խնդրել կիրառել Իսկանդերը։ Եվ այս փոքրիկ դավաճանը, նույն ինքը կապիտուլյանտը, արգելել է կիրառել, փաստարկելով, որ ադրբեջանցիների շրջանում շատ մեծ զոհեր կլինեն եւ աշխարհը լավ բան չի ասի դրա մասին։ Սրանք մի օր փաստաթղթավորված։ Մի օր բացվելու են, չէ՞, մի օր բացվելու են ասա։ Հիմա ինքը ինչ կասի։ Հիմա ինքը ինչա պատասխանում Սերժ Սարգսյանին, իբր թե ձեր հոպը ունեցած մետալալում է, այսինքն քեզ ասում են դու պիտի տեղը փոխեիր առնվազն, որովհետև այնքան այդ ՀԿ-ների ներկայացուցիչներ այդ բաներից, հա, հայտնվել էին այդ օրերին Արցախում, ում համար էին տեղեկություններ հավաքագրում, եւ ինչա պատասխանում գրել ի պատասխան Սերժ Սարգսյանի այդ դիտարկման, ասում է բանը, բա ինչ անեինք, ասում է, ռազմավարական, ասում է, դաշնակիցներն էլ, ոչ ռազմավարական դաշնակից երկրներն էլ մեզ 3 մատի կոմբինացիա էին տալիս, այսինքն ում դիմել են, հա, իրենց ինքնագրել, ինքնախոստովանական, հա, հասկանում եք, հիմա դրա վրա եմ զարմանում, ասենք, ինքը այդքան, չգիտեմ, ինչ է, ոնց կարելի է, այսինքն դրանով ինչ ես պատասխանում։ Իդեպ հնդկական զենքը երբ որ գնում են, հնդկական զենքը առաջին անգամ է միջազգային շուկա մուտք գործում եւ առաջի գնորդը Հայաստանն է։ Փորձագետներից մեկը ինձ հետ զրույցում ասաց, որ Հնդկաստանը լուրջ մտահոգություն ունի, Իսկանդերի պատմությունը որ տեսան, սրանք չկարողացան նորմալ գործածեն կամ չուզեցին գործածեն ու սկսեցին անուն կպցնել, հա, Իսկանդերի պես զենքին։ Այո, որ 10%-ով աշխատում։ Ասում եմ մենք մտահոգ ենք, որովհետև չկարողանան այս հնդկական զենքը աշխատացնել կամ չուզենան գործածել ու ասեն հնդկական զենքը վատնա ու մեր հեղինակության, մեր ռեպուտացիայի հետ խաղան։
Հիմա ում համար է այս բաները ասում, ինչ ում մոտ է արդարանում։ Սա ընդամենը ասում է իր այդ փոքրիկ խմբակի շայկայի համար, որովհետև իր հետ բանավեճ ուղղակի գոյություն չունի։ Չի կարող հանրապետության երրորդ նախագահան իր հետ բանավեճ ունենալ։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երրորդը իր հետ ինչ խոսան։ Երկրորդ նախագահան իր հետ բանավեճ չի կարող ունենալ, առաջին նախագահան չի, այսպես ասենք, իրեն հարգող մարդը պրոֆեսիոնալ ստախոսի եւ ակնհայտ ազգային ու ամենակարևորը տղամարդկային արժանապատվության դեֆիցիտ ունեցող մարդու հետ չի կարող բանավեճ ունենալ։ Դա կներեք, բայց պատվից ցածր է։ Չի կարող իրեն հարգող մարդը անվանական ասեմ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ ունենալ, դա ուղղակի չի կարող։ Այդտեղ կա արժանապատվության հարց, որովհետև բանավեճ չի կարող լինել սուտասանի եւ նորից եմ կրկնում։ Ազգային ու ամենակարևորը տղամարդկային արժանապատվության դեֆիցիտ ունեցող մեկի հետ։ Դրա հետ ինչ խոսես։ Առավոտ մի բան ասի, երեկոյան մի բան ասի, առանց ամաչելու, այսինքն այս տեսակի հետ խոսելիք, անելիք, դնելիք, վերցնելիք ուղղակի գոյություն չունի, այստեղ բանավեճ չկա։ Ընդհանրապես բանավեճ գոյություն չունի, պետք է լինի ընդամենը պարզ հասարակ խոսակցություն հասարակության հետ, մեր հանրության հետ, մեր անելիքների մասին, թե չէ մնացածը բանավեճ, քննարկում, ում հետ, ինչի համար, ոնց որ պատի հետ խոսես, նորմալ մարդը պատի հետ կխոսի։ Չէ, բնականաբար։ Պարոն Հակոբյան, Ադրբեջանը պատրաստում է արդեն իր հաղթանակի պարադին, շքերթին եւ իր ելույթում այսօր հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ կխմեն, իրականում իրենց երազանքն ասում է Իչակերտի մեջ, երազանքը իսկապես իրականացել է, նրանց տանկերը ցուցադրվում են ռազմավարի այգում Ադրբեջանի, իսկ իրենք գտնվում են Բաքվի մեկուսարանում ձեռքի առնում, հա։ Թուրքիայի նախագահ Էրդողանն է այցելել արդեն ժամանել մասնակցելու այդ շքերթին, որտեղ ներկայացվելու են եւ Հայաստանից, Արցախից արգրաված այդ ինչպես Ալիևն էր ասում 5 միլիարդից ավելի դոլարի սպառազինությունը, ինչպես նաև Պակիստանից եւ այլ երկրներից ձեռք բերված սպառազինությունները։ Էրդողանը ասել է, որ մենք գոհ ենք Ադրբեջանի առաջընթացից, թե տարածաշրջանում, թե դրանից դուրս, նաև նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև բացառիկ հարաբերությունները օրեցօր շարունակում են ամրապնդվել հատուկ եւ ռազմավարական ծրանկագծերի միջոցով։ Նա Ալիևը հայտարարել է, թե որքան է եղել Էրդողանի ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցությունը, ինչ ուժ է տվել եւ ոգեշնչել 44-օրյա պատերազմի ընթացքում, եւ ամենակարևորը Էրդողանը նաև ասել է, որ Ղարաբաղի պատերազմում հաղթանակը ոսկե տառերով է գրվել թուրքական աշխարհի պատմության մեջ, մի խոսքով։ Հա, հիմա սրանք խոսում են խաղաղության մասին։ Ադրբեջանը խոսում է Ալիևը Սևանը Գյոկչայ անվանում եւ ասում է հայերը ընդհանրապես այս տարածքներում քոչվոր ազգ են, քոչվոր են, ցեցեղ ասի, չգիտեմ, քոչվոր են եւ այդ ամբողջ տարածքը իրենցն է եւ իրենց ընկալման մեջ հարգելի Տիկին Սեյրանյան, իրենք այո մեծ հաղթանակ են տարել ու պատմական հաղթանակ են տարել ու դա չեն թաքցնում, որ դա մենակ հայերի նկատմամբ չի, այստեղ կա նաեւ ռուսական խնդիրը, շատ քննարկվեց այդ Գյոկչայի հետ կապված, հա, իրադարձությունները եւ որ հայերը այստեղ չեն եղել, հայերին բերել են Իրանի խորքից եւ Արևելյան Անատոլիայից։ Մի կողմ դնենք այդ բոլոր հա պատմական փաստերը, թե հայերը ոնց էին հայտնվել Իրանի խորքով էր տարել, ինչ էր բայց ինքը դա անում է գիտությունների ակադեմիայում եւ գիտնականներին հրահանգում է, ասում է դուք պետք է ներկայացնեք այս ճշմարտությունը։ Բերել են, որպեսզի ասում է բանը դեմոգրաֆիան փոխեն, հա, Արցախում, Արցախի տարածքում եւ Հայաստանում դեմոգրաֆիան փոխեն։ Բերող ով է եղել ռուսները։ Իրենց ընկալման մեջ իրենք պատմական հաղթանակ են տարել Ռուսաստանի նկատմամբ, որտեղ իրենց ընկալման մեջ, եթե Ռուսաստանը չգար այս տարածաշրջան, ընդհանրապես հայկական գործոն գոյություն չուներ։ Իրենց ընկալման մեջ ռուսները եկել են տարածաշրջան, վերաստեղծել են հայկական գործոնը, էթնոքաղաքական գործոնը, որի վրա հենվել են,
որպեսզի կարողանան այստեղ ունենան հենարան ժողովուրդ եւ իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունը այստեղ պահպանեն։ Իրենք շատ չեն սխալվում այս գործում։ Ռուս ցարերը օրինակ ազգությամբ ռուսների էին տեղակայում Միջին Ասիայում, ազգությամբ ռուսների էին տեղակայում Ադրբեջանում, հենց ոտատեղ էր, հա, պետք է այսպես պրիմիտիվ ասել։ Ինչի իրանք չէին բերում դա Հայաստան, որովհետև հայերի վրա իրանք հենված էին, որովհետև հայերի հետ, հայ ժողովրդի հետ բնական դաշնակից էին։ Մենք պետք է այստեղ պատմական անաչառությունը պահենք։ Այո, երբ որ Ռուսաստանը եկել է այստեղ, մեր տարածաշրջան, հայկական գործոն ընդհանրապես չի եղել։ Հայկական գործոնը Ռուսաստանը վերաստեղծել է, չի վերաստեղծել մեր սիրուն աչքերի համար։ Այդտեղ հումանիզմի խնդիր չկա, այդտեղ գոյություն ունի շահերի համընկնման խնդիր, որովհետև հայերի համար Ռուսաստանի այստեղ գալը դա ազատագրություն էր։ Ադրբեջանցիների համար իրենց նախնիները ճիշտ է այլ կերպ էին կոչվում, բայց հիմա ինչ-որ մի ձև պետքա անուն տանք, որ հասկանան ինչի մասն է խոսքը։ Ադրբեջանցիների համար դա ընդամենը օկուպացիա էր, իրենց ընկալումների մեջ այդպես է կա։ Երբ որ KGB-ի գեներալի որդին, որը այդ խորհրդային կայսրության հանրապետություններից մեկի ղեկավարն է համել եղել, ասում մեր երկիրը օկուպացրել են, մեծ ռուսները ինքը շատ չի սխալվում, որովհետև դա կարող է ինչ-որ պոլիտկորեկտության կամ շահերի տեսանկյունից երկար ժամանակ թաքցնես, բայց մենք գիտենք, բոլորը գիտեն, չէ, որ իրենք դա այդպես են ընկալում, այդպես են մտածում։ Ինչա տեղի ունեցել, որ Ռուսաստանը առաջի անգամ 18-րդ դարի սկզբներին Պյոտրը արշավում էր դեպի հարավ, այդ ժամանակ այնքան էր կազմաքանդվել իրանական կայսրությունը, որ այս տարածաշրջանում սա պետքա փայ հասներ կոպիտ ասած օսմաններին, օսմանյան կայսրությանը։ Ռուսները այս տարածաշրջան հարավային Կովկասը չեն վերցրել, չէ, Թուրքիայից, վերցրել են Իրանից։ Իրանց պետքա փայ հասներ, փայ է հասել իրանց ընկալումներով ռուսներին։ Ռուսներն էլ այստեղ, որպեսզի իրենց գործերը լավ լինի, մի քիչ օգնել են հայերին, որպեսզի այդ հայկական ֆակտորը, որը վաղուց, հա, թուրքական գործոնը այստեղ ոչնչացրել էր հետևողականորեն, որտեղ հայերը պատմական ճշմարտությունն այն է, որ հայերը մինչև թուրքերի այստեղ հայտնվելը երբևիցե չեն առնչվել էթնիկ զտումների հետ, ցեղասպանության հետ, հայրենազրկման հետ, բազմաթիվ նվաճողներ են եկել Հայաստան, բազմաթիվ կայսրություններ, բայց էթնիկ զտումների հետ, ցեղասպանության հետ, բնակչության ոչնչացման եւ հայրենազրկման հետ հայերը առաջին անգամ պատմության մեջ առնչվել են 11-րդ դարից սկսած եւ սա արդեն երբ որ թուրքերը հայտնվել են այս տարածաշրջանում։ Ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է, որովհետեւ բոլոր նախկին քոչվոր ժողովուրդները, իսկ հայերը այնպես չի, որ քոչվոր ժողովուրդների հետ չեն ունեցել առնչություն։ Քոչվորները վատ իմաստով չաս քոչվորական քաղաքակրթություն, այսինքն մեծ քաղաքակրթություն է, բայց տարբեր քաղաքակրթություն է։ Դեպքերի մեծամասնությունում նաև նստակյաց քաղաքակրթության հետ հակոտնյա քաղաքակրթություն է։ Այստեղ դեռևս ուրարտական ժամանակաշրջանից սկյութների արշավանք ա եղել, կիմերների արշավանք ա եղել, ինչ են եղել։ Ներխուժել են, եթե կարողացել են պատերազմում հաղթել են, թալանելու ինչ կա, վերցրել գնացել են։ Հա։ Սրանք քոչվորական առնչությունները, հա, այս քաղաքակրթության հետ որ եղել է։ Մյուս քաղաքակրթությունը, դե հիմա, չգիտեմ, իրանական կայսրությունը, Պարսկաստանը, հռոմեական կայսրություն, Բյուզանդիա, արաբական խալիֆայություն, բոլորը ով եկել է, ինչ են արել, իրենք եթե կարողացել են հաղթել, գերիշխանությունը այստեղ հաստատել են, ասել են ժողովուրդ ջան, ձեր ֆեոդալին եք հարկ վճարում, այսօրվանից մեզ եք հարկ վճարելու, էս է եղել։ Մենք մեր նախնիները պարտվել են թուրքերին, որովհետև չեն հասկացել ում հետ գործ ունեն։ Այս մարդիկ չեն եկել այստեղ թալանելու։ Այս մարդիկ չեն եկել այստեղ հարկ սահմանելու, այս մարդիկ եկել են այստեղ ապրելու։ Դրա համար մեր բոլոր սկզբնաղբյուրները ցույց է տալիս, որ երբ որ թուրքերը հայտնվել են այստեղ, մարդիկ զարմացել են, թե ինչ են օրինակ հողատարածությունները ոչնչացնում, հողատարածքները, ցանկատարածությունները, ոռոգման համակարգեր, զաբաղ պետք է աշխատի սրանց հարկ տա։ Եք չեն հասկացել, որ այս մարդիկ քոչվորական տնտեսության մոդելով եկել են այստեղ ապրելու, իրանց արոտավայր է պետք, իրանց պետք չի ցանկատարածություն եւ այլն պետք չի։ Սա ուրիշ քաղաքակրթություն է, այդ ուրիշ քաղաքակրթությունը չի եկել այստեղ թալանելու գնալու, սա եկել է այստեղ ապրելու։
Եվ առաջին անգամ այսինքն քոչվոր են հենց թուրքերը իրենք թուրքերը այն ցեղախմբերը, որոնք հայտնվել են 11-րդ դարի սկզբում այստեղ, հա, պայմանական ասած օղուս թուրքական ցեղախմբերը կամ նույնիսկ իրենց կարող ենք ասել սելջուկ թուրքեր, օղուս թուրքեր, թուրքմենական ցե, տարբեր անվան, բայց պայմանական ասենք, հա, ամբողջությունը, այս, հա, քոչվոր թուրքական ցեղախմբերը, որ 11-րդ դարի սկզբին հայտնվում, դրանց ուղիղ ժառանգորդներն են անատոլիական թուրքերը, ադրբեջանցիները, համենայն դեպս իրենք իրանց վերջի 30 տարին իրենք որոշել են, որ իրենք թուրք են։ Որովհետև խորհրդային տարիներին իրենք որոշել էին, որ բանը մարական ծագում ունեն, տարբեր բաներ էին գրել տալիս, պատվիրում, բան, այս վերջի շրջանում, հետ խորհրդային շրջանում վերջնականապես ադրբեջանական էլիտան որոշել է, որ ինքը թուրք է։ Իրենք թուրքեր են, ավելին, իրենք օսմանյան կայսրության այդ քաղաքականության շարունակողն են միջին արևելքում։ Բայց սրանց պապերը Իրանի հյուսիսում ապրող, հա, այդ սրանց պապերը անատոլիական այս Ադրբեջանի դա բոլորի, հա, բանը գնում է դեպի օղուս թուրքեր։ Նույն նախնիներից են։ Եվ բոլորը այստեղ առաջացել են, առնվազն այս մշակույթը կրողը, այդ լեզուն կրողը, այս պետությունները ընդհանուր, հենց այդ արշավանքների հետևանքով։ Դրանից հետո այլ իրադարձություններ են եղել, դրանից հետո մոնղոլական արշավանքներ ա եղել, Լենգ Թեմուրի արշավանքներ ա եղել, բայց հիմքը հենց դա է։ Եվ դա է ամայացրել հայկական լեռնաշխարհը։ Դրա հետևանքով են իրանք հայտնվել Իրանի հյուսիսում, հայկական լեռնաշխարհում, հետո արդեն փոքր Ասիայում եւ ժամանակակից Ադրբեջանի տարածքում։ Հետևաբար այս մեսիջները Թուրքիա Ալիևի ումա ուղղված է Սևանի բանի եւ այլն էս օրինակ որ քոչվորեք ումա ուղղված։ Խաղաղության մասին որևիցե խոսակցություն չի կարող լինել։ Ես նորից եմ ասում, մեր պապերը 10 դար առաջ չեն հասկացել ում հետ գործ ունեն, հիմա Հայաստանի այս իշխանությունները, եթե կարելի է այդպես ապրել, իրանք էլ են փորձում ինչ որ կերպ, հա, ձև բռնել, որ իրանք էլ չեն հասկանում ում հետ գործ ունեն։ Թե ես չեմ հավատում, բայց թուրքերն ու ադրբեջանցիները շատ անկեղծ ազնիվ ասում են, ինչ են անելու, ոնց որ ասինքն ասում է քո հետ հայ ժողովուրդ ինչ եմ անելու, ասում է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը միգուցե անգրագետ է, բայց ես չեմ հավատում, որ արտգործնախարարի պաշտոնը եւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողները Երևան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ են, ամենավերջի ուսանողները չեն եղել։ Նորմալ սովորել են, իրենք չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունեն։ Շատ էլ լավ հասկանում են։ Իրենց պետք է մինչև այս սաղացնել, հասնել ընտրություններից հետո կերևա։ Մի բան տանք, մի քիչ էլ ապրենք։ Այն կան չէ, օրինակ տենց ալկոգոլիկներ, որ տունը մաս-մաս ծախում խմում են։ Մի օր մի սենյակն է ծախում, մի երկու ամիս խմում, հետո այն մյուսը։ Կնոջ ոսկեղեն է, հետո չգիտեմ ինչ երեխու էս ինչ է։ Այո, ընկած են այդ խողովակի մեջ եւ այդպես գնում են։ Խաղաղություն։ Բա տեսել եք ինչա գրել, Աշվաշենը եւ այլ տարածքներ վերադարձել են։ Խաղաղություն չի կարող, անգամ եթե մենք մոտենանք հարցին, որ իրենք փորձում են օրինակ հայ-թուրքական հարաբերությունները կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել, եթե անգամ մոտենանք, իրենք չեն կարող դա կարգավորել Նիկոլ Փաշինյանի հետ։ Անհնար է, որովհետև ոչ Իլհամ Ալիևը, ոչ Էրդողանը, ոչ մեկ երեկվա երեխեն չէ, իրանք հասկանում են, չէ՞, սա այսօր սա իրանք բան չի ներկայացնում, որ սրա վրա կարելի է կոշիկ սրբել, սրան կարելի է ստորացնել ու սեփական լսարանի առաջ տաղամարտ գալ, տաղամարտ Երևալ, միևնույն ժամանակ հնարավորինս ինչ-որ բաներ պոկել, մինչև երբ որ կգա իրավիճակը արդեն տարածաշրջանում կնստենք լուրջ խոսակցությունների, այդ ժամանակ ունենանք լավ դիրքեր։ Բայց սրա հետ ինչ պայմանավորվես, պայմանավորվում են հավասար կողմերը։ Այս կներեք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Վիտկոֆը վերջերս հայտարարեց, որ երբ որ Հարավային Կովկասի Հայաստանի հետ կապված ինչ-որ բան է ուզում իմանա, ինքը կապվում է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի, ինչպես նաև Թուրքիայի հատուկ հետախուզական ծառայության ղեկավարության հետ, որի ղեկավար էր նախկինում նույն Հական Ֆիդանը։ Այսինքն մեզնից բան չեն հարցնում։ Մենք մեզ ոչ մի բան են դարձրել։ Բայց ումից հարցնել։
դուք ԱԱԾ-ի տնօրենին տեսել եք այդ ովը։ Ահա։ Այդ ովը, հա, ոչ մեկը, այդ ոչ մեկի հետ ով ինչ պետքա խոսա։ Դուք ի վերջո Տիկին Սեյրանյան, դուք մոռացել եք, որ երկրում եք ապրում։ Չեմ մոռացել, այսինքն ձեր երկրի վարչապետը տեսել եք ով է։ Դրան ամերիկյան ադմինիստրացիան դրանց կարող են ամենը օգտագործել մոտավորապես շանը տանձերը ասեն տար մանտու հետ բեր դրանից ավել բան ինչ կարան ես ուղղակի զարմանում եմ այս խոսակցությամբ ծիծաղս էլա գալի անկեղծորեն էլի մենք խոսում ենք չոր կատեգորիաներից որոնք ոչ միայն աբսուրդ իրականության հետ չեն կարող կապ ունենալ ի վերջո մենք երկով մեկ ես հասկանում եմ որ մենք ամբողջ հասարակությունով տենց ինչ որ շապիտով կրկես ենք մտել բայց ի վերջո պետքա հասկանանք որ կան պարզ տրիվիալ ճշմարտություններ որոնցից ոչ կարաս փախչես ոչ կարաս հեռու գնաս այո մենք մի երկրում ենք ապրում որի վարչապետը այդպիսի մարդը ու չեն էլ թաքցնում ոչ մեկ ով ինչով կարողանում օգտագործում է այսինքն ով չի հասկանում ինչ անում Դոնալդ Թրամփը ներքաղաքական հարց է լուծում Միացյալ Նահանգներում շատ պարզ, որովհետև նրա մրցակիցները դեմոկրատները ասում են անկեր ջան, ասում են մեկ օրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու եմ։ Ինչ եղավ, ինչի՞ չես, հիմա Դոնալդ Թրամփը աշխարհում տեղ է ման գալի հակամարտություն կարգավորի։ Դուք հասկանում եք Դոնալդ Թրամփը այնքան անեական է իր համար սա։ Բայց Դոնալդ Թրամփը այնտեղ պետություն կա, համակարգ կա, ինքը գցի չի շեղվում։ Ներքաղաքական իրենց պայքարի տրամաբանության մեջ ինքը ինչ ասում, ասում է հալով ուկրաինական հակամարտությունը չեմ կարգավորել, բայց տեղը մի 15 հատ հակամարտություն եմ կարգավորել։ Այ օրինակ հայեր ու ադրբեջանցիները, ես բառացի ցիտում եմ, միլիոնավոր զոհեր են տվել վերջի 30 ես եկա մի օրում այս հարցը լուծեցի։ Հասկանում ես արեցի, այն արեցի, սա հասկանալի է ինչ է անում Դոնալդ Թրամփը, հասկանալի է ինչ է անում Ռուսաստանի Դաշնությունը, հասկանալի է ինչ է անում նույն Եվրոպական միությունը, դու հասկանալի է ինչ է անում Ադրբեջանը, ինչ է անում Հայաստանը որպես պետություն, դա լրիվ այլ բան է, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, դա էլ է հասկանալի։ Հասկանում եք, այստեղ արանքում մնում է մի բան, որը անհասկանալի է, բա մենք որպես ազգ, ժողովուրդ, մենք այս ամեն ինչի հետ հաշտենք, այս ամեն ինչը մեր համար նորմալ է, վաղ առավոտ բոլորը պատրաստ են, չէ՞ նրան, որ մի օր Նիկոլ Փաշինյանը վերակենալու եւ հայտարարելու է, որ մեր ամենամեծ սխալը, որի հետևանքով մենք պատմականորեն այսքան դժբախտությունների մեջով ենք անցել, այնա որ քրիստոնյա ենք, մենք պետք է մուսուլման լինենք, որ տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ, այսպես ասենք, համահունչ լինենք, որ կոնֆլիկտ չլիներ։ Եվ այսօրվանից պետք է մուսուլման դառնա հայ ժողովուրդը։ Ես էլ տենց մեր նոր տարդատն եմ, էլի տարդատը այն ժամանակ որոշեց, որ հայերը ինչի կարող տարդատը որոշել, որ հայերը պետք է քրիստոնյա լինեն, հիմա ես չեմ կարող որոշեմ, որ հայերը պետք է մուսուլման չլինեն։ Հայերը պետք է բոլորը հասկանում են, չէ՞ որ սա տես չի որ հերոյ է իրականությունից։ Որ դա կարող շատ հանգիստ լինի։ Հա, բայց Ալին Սիմոնյանի սուրճե փողը, որ падգամավոր է դարձել են կինը, նախկինում ասեցին քարտուղարուհին է եղել, ինչն է եղել։ Չգիտեմ, մանրամասներից չեն հետաքրում, բայց լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, Ռիփսի Մեջեբեջյանի հետ զրույցում ասում է, հա, չի բացառվում, որ մենք գնանք Ադրբեջանում ապրենք, ադրբեջանցիներն էլ կան Հայաստանում ապրեն։ Չի բացառում մարդը։ Ինչ է պատահել։ Այսինքն կոնկրետ թուրքական քարոզով զբաղվում են, արդեն զբաղվողներ կան, ինչ է պատահել։ Ադրբեջանը հիմա տեսեք ինչ շքերթ է անում, մեզնից արգրաված այդ ահռելի զենքը թուրքական, իսրայելական, պակիստանյան զենքով ցուցադրում, այսի հանում է բանի շնիկա միա ցուցադրում, ռոբոտ շուն է հանում, ասում է սպառազինությունը մեր բանակի զինվորի ընկերը ու բան է անում, հա հրանք, վազի, չգիտեմ, բան լավ մենք սրան հասանք, ինչ եմ ասում, դու գործ ունեք անգամ պարզագույն տրիվիալ տղամարդկային արժանապատվությունից զուրկ մեկի հետ, դուք իրենց ավել բան եք։ Լավ կներեք, ինձ չի հետաքրում արդեն ինքը, բա մենք հա, էցել դարավ ելակը, էսել դարավ ես, ինչ լինում է ասում են բանը, դե պարտված ենք, բա ինչ անենք, ոնց պարտված ենք, ինչ անենք, այսինքն ինքը կարա մտնի սեղանի տակ և հետո,
պարտված ենք ուրեմն ինչ անենք։ Պարտված քիչ երկրներ են պարտվել, եթե նույնիսկ այդպես վերանանք։ Հայերը, հայ ժողովուրդը, հայ ազգը պետք է համախմբվի եւ հասկանա ինչ է ուզում եւ ուրա գնում։ Այս ամբողջ process-ի մեջ ես վստահեցնում եմ Նիկոլ Փաշինյանն իր խմբակով չի մտնում, որտեվ ուր պետքա գնալ եւ ինչ պետքա անել, իրենց այդ ամեն ինչ པարզ է։ Ես մի པարզ օրինակ բերեմ, էլի, բարեկիրթ մարդը չի կարող, հասկանում եք, ուրախանալ ինչ-որ մեկի մահով ավելին, երբ որ այդ ինչ-որ մեկը անծանոթ է, ինչ-որ նրա падգամավորներից մեկի մայրը մահացել է, լրատվամիջոցներից մեկը այդ ինֆոն տեղեկատվությունը տվել է։ Ես կարդում եմ, Նիկոլ Փաշինյանի падգամավորներից մեկի մայրը մահացել է։ Որ ճանաչում եմ, որ այդ падգամավորին, ոչ էլ առավել եւս իր մորը։ Բայց տակը նայում եմ 500 հատ մեկնաբանություն կա։ Ես ընդհանրապես մեկնաբանություններ չեմ կարդում, բայց այդ ծավալը ստիպեց զուտ տենց սպորտային հետաքրքրությունից ելնելով տեսնեմ, ես ինչ են գրել այդքան։ Այդ ինչ կա այդքան մեկնաբանելու է։ Պատգամավորի մայրը մահացել։ Կարդացի մի կողմից ված գացի, որ ոնց կարող են մարդիկ տենց բացահայտորեն, ու նայում եմ իրական մարդիկ բացահայտորեն ուրախանալ ինչ-որ մեկի մահով, առավել եւս անծանոթ ինչ-որ մեկի մահով, էլի, հա։ Հետո փորձում եմ հասկանալ, էլի, լավ, մենք ոնց հասանք ստեղ, այս ինչը բերեց մեզ ըստ։ Հասկանում ես, որ իրանք արեցին։ Իրանք ստեղծեցին մի իրավիճակ, եւ դա գնալով այդ իրավիճակը խորանալու է։ Իրանք այն ձև են ատելության միջավայրը խորացրել, այն ձև են ցանել դա, որ հիմա հնձում են եւ սա ինչ ասա ծնծաղիկները։ Ես չգիտեմ իրանք գիտակցում են, թե չէ, որ հարության մի ահռելի զանգված եւ իր բարի, այսպես երազներում տեսնում է իրանց ուրիշ վատ վիճակներում եւ այդ բայց իրենք հասցրեցին այդտեղ եւ այդ իրենք համարեցին, որ իշխելու, կառավարելու լավագույն միջավայրը դա փոխադարձ ատելության, դա ատելություն գեներացնելու, սրան անվանարկելու, նրան անվանարկելու, սրան նրա շարանելու, նրա շարան հարուստների նկատմամբ ատելություն գեներացնելու, բայց այդ հարուստներից փողերը վերցնելու իրանք էլ հարստանալու ձևով է։ Առանց հասկանալու, առանց գիտակցելու, որ այ ընկերներ, այս լավ տեղ չի կանում։ Եվ վերջում այդ արունը, որ պետքա դուրս գա, այդ բնական օրենքներ են, բնության օրենքներ են, այդ ատելությունը, որ դա առաջինը ձեզ է գալու վառելու։ Դա խնդրեմ է, դա մեծ արյուն է, Աստված չանի։ Բայց դա առաջինը ձեզ է հենց առնչվելու, սա դուք ձեր ձեռքով փորում եք այն փոսը, իհարկե։ Ձեզ թվում է, թե այսօր դուք արեցիք ինչ-որ ծափեր ստացաք, դրանից է հոգևոր սաղ կյանք աբիժնիկի նման ապրել եք, դրանից տենց հոգևոր բավարարված, դուք չեք զգում ոնց եք այն մարդկանց նկատմամբ, որոնց նկատմամբ գեներացրել եք այդ ատելություն, չեք զգում ոնց եք տեղերով փոխվել։ Իրոք չեք զգում։ Դագաղով եկան, դագաղներով եկողը ինչ էիք սպասում, դագաղներով եկան իշխանության, այդ տեխնոլոգիաները այդ որտեղ են ավանով, վերջում ամփոփեմ, վերջերս շատ են թուրքական այդ թուրքախոս պետությունների կազմակերպությունները հավաքներ անում, վերջերս նույնիսկ ուզում են միացյալ ընդհանուր բանակի ստեղծման մասին են խոսում, հա, այդ թուրքական աշխարհի եւ պատահական չի, որ Էրդողանը երբ որ գնում է Ալիևի պարադին, հաղթանակի պարադին շքերթին մասնակցելու, նա ասում է Ղարաբաղի պատերազմում հաղթանակը ոսկե տառերով է գրվել թուրքական աշխարհի պատմության մեջ։ Իրենք համարում են, որ թուրքական աշխարհը այլևս հա գործի է դրվել։ Մոտ հիմա չեմ հիշում հստակ անվանումը, այդ որ միջազգային տարբեր երկրների մասնակցությամբ միջոցառում պետք է այստեղ լինի եւ Ալիևը հրաժարվել էր, չէ, այստեղ գալ, մերժել էր Փաշինյանի հրավերը, հիմա ստույգ չեմ հիշում այդ միջոցառման անվանումը, չսխալվեմ, բայց վստահ եմ Էրդողանին հրավիրելու է, ինչպես ինքը ասել է, որ Էրդողանին հրավիրել, Էրդողանը գալու է, պարոն Հակոբյան, Էրդողանը գալու է, այդ մարգարայով քայլելով գալու է, տեսախցիկները տանելու են այդ ցորենի պես, որ գիշերով գնացել էր Գևորգ Պապոյանը, հա, աննախադեպ բան, բայց այսինքն Էրդողանը սրան վերաբերվում է որպես թուրքական աշխարհի առաջ խաղացու, որ թուրքական աշխարհը իրականություն է դառնում, հա, ու մենք էդ էլ պիտի մարսենք։ Ես կցանկանայի, որ մենք մի փոքր ավելի բարձրացնենք գրադուսը եւ խնդիրը տեղափոխենք ուրիշ դաշտ։
կարծում եմ թուրքական աշխարհ, համաթուրքական բանակ այդ երևույթներով իրանք թիրախը մենք չենք եւ մենք չենք էլ կարող լինել եւ արդարել չի լինի, որ մենք այդտեղ թիրախ դառնանք կամ մենք սուրը հանենք, այդ ուղությամբ գնանք, այդ երևույթների հետ դա ում համար է գլխացավանք, ում համար է պրոբլեմ։ Իրան, Ռուսաստան։ Ռուսաստան, Իրան, ես կասեի Չինաստան, ես կասեի Հնդկաստան, ես կասեի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այսինքն ում համար գլխացավանք է, թողես խնդրով իրանք էլ զբաղվեն։ Դեռևս բացահայտ իրենց անունը չի տրվում, բայց բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը կամ ումոնց մասին է խոսքը, հա։ Եվ այս համատեքստում լավ կլիներ, որ իրենք որոշակիորեն եղածից դասեր քաղեին եւ հիշեին, ինչպես բյուզանդական կայսրությունը կործանվեց։ Բյուզանդական կայսրությունը կործանվեց այն օրը, ու սա աշխարհահռչակ պատմաբանների գնահատականն էր եւ Հայաստանի սրտում, Հայաստանի ամենասրտում 1071 թվականին Վանա լճից ոչ հեռու Հարածանի ներքին օսանքում Մանասկերտ քաղաքի մոտ բյուզանդական բանակը խայտառակ պարտություն կրեց 1071 թվականին։ Բյուզանդական կայսրությունը 1453-ին չի կործանվել։ Իրականում կործանվել է հենց այդ օրը։ Ու կործանվել է, որովհետև մի շատ բարձ պատճառով, որովհետև նույն բյուզանդացիները կործանեցին Հայաստանը։ Հայաստանը այն պատվարն էր, որ կարող էր այդ քոչվոր ցեղախմբերի դեմն առնել։ Հիմա թող նույնն է Ռուսաստանը օգնի, որպեսզի Արցախը հետ վերադարձվի։ Ռուսաստանը, Իրանի իսլամական բոլորը Իրանն էլ իր հերթին։ Չինաստանը դեռ համաթուրքական այս խնդիրը հայերի, Հայաստանի հայ ժողովրդի մեծ հաշվով գլխացավանքը չէ։ Դա իրենց գլխացավանքն է։ Եվ հիմա իրենք բոլորը կարծես թե չտենալու են տալիս, բայց Արցախյան պատերազմում մենակ մենք չի որ պարտվել ենք։ Ասել եք էլ, այո։ Եվ Իրանը, եւ Ռուսաստանը, այո, բոլորը պարտվեցին։ Երբ որ հիմա դրամա եմ ասում, թող հետ Էրդողանը, բա ինչի Էրդողանը ինչ որ պարադների չէր մասնակցում Կովկասում, չի Կովկասում սուլթանի քայլվածքով չէր քայլվում, որտեվ կար հայկական Արցախը եւ կար հայկական զինվորը եւ կար հայկական հարցը, որը անվաղ դավաճանվեց։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ հիշեցնեմ, դասեր հաղորդաշարներ Կիրակնորյա, հետևեք մեզ, բաժանորդագրվեք, գրեք ձեր կարծիքը, տարածեք, ավելի շատ մարդիկ կնայեն, ինչպես ասում են, իմ հյուրներ պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։